Բարի լույս, բարի առավոտ, սիրելի բաժանորդներ ջան, խաղաղ, ուրախ, օրհնյալ օր եմ մաղթում բոլորիդ։ Այս գեղեցիկ տեսարանով էլ այսօրվա հոլովակը սկսում եմ։ Սիրելիներս, այսօրվա տեսանյութը մի փոքր տարբեր կլինի։ Հիմա ես սիրով ձեզ ցույց եմ տալիս։ Մեքենա է կանգնել, սիրելիներս, և քար են բերել մեզ։ Շինարարական աշխատանքներ պետք է կատարենք, իհարկե ոչ տան վրա, այլ գետինը պետք է որդիս և ամուսինս այս քարերով գեղեցիկ շարեն և մեր ոտքերի տակը, որպեսզի անձրևի ձնից պաշտպանենք։ Հիմա մեքենան կանգնել է, վառորդը հայ է, գնել ենք հայի մոտից, սիրելիներս։ Պետք է տրոտուարնի պլիտկա շարեն, արդեն հասկացա քարը տեսնելով։ Հիմա կդատարկեն, ուղղակի ես սիրով ուզեցա ձեզ հետ կիսվել, քանի որ ամեն ինչի մասին սիրով ձեզ հետ կիսվում եմ։ Որտեղ մեքենան ենք կայանում, այնտեղ էլ պետք է շարվի։ Մեր ոտքերի տակը, պարտեզի շուրջ բոլորը ինչ որ անենք, սիրելիներս, ինչ գործ էլ որ անենք, ձեզ անպայման ցույց եմ տալու, կիսվելու եմ ձեզ հետ։ Հիմա առաջնահերթ այսօրվա համար առաջին շինարարական գործը արդեն քար բերելն է, քարն էլ հասել է տեղ, հիմա դատարկում են։ Տղաս և ամուսինս էլ օգնում են, որ դատարկեն։ Մնացած գործողությունները հերթով, կարգով ցույց եմ տալու, սիրելի հետևորդներ ջան, ամեն ինչ գործ որ կատարեն։ Առողջություն լինի առաջնահերթ, սիրելիներս, խաղաղություն լինի աշխարհով մեկ։ Ամեն ինչ էլ կլինի, ամեն ինչ էլ մենք սովոր ենք, չարչարվենք մեր քրտինքով, ամեն ինչի հասնենք։ Այս աշխարհում միայն հալալ քրտինքով ես քո վաստակածը օրհնություն ստանում, սիրելի հետևորդներ ջան, բոլորդ առողջ եղեք և ամեն ինչի կհասնեք ձեր աշխատասիրության շնորհիվ, մեր ձեռքերի աշխատասիրության շնորհիվ ամեն ինչի կհասնենք, սիրելիներս, Աստված օրհնի հայ ժողովրդիս, հայ զինվորիս, հայ մայրերին և մեզ բոլորիս, աշխարհով մեկ սփռված հայերիս։ Քանի որ, սիրելի հետևորդներ ջան, մենք կարճ ժամանակում դարձանք հարազատներ և մի փոքր ընտանիք, որոշեցի ձեզ հետ այս հոլովակով կիսվել։ Գիտեմ, որ դուք էլ եք սիրում տիկին Մարինեն, որ ձեզ հետ կիսվում է ամեն ինչի մասին, որովհետև դուք իմ հարազատներն եք, սիրելիներս։ Իսկ հիմա հետևենք, տեսնենք հլը ինչպես են քարը ներս բերում։
Արդեն բերեցին ներս սիրելիներս, ամուսինս էլ տեղավորում է, առաջի պալետը բերեցին, հերթով կբերեն։ Մեքենային ճանապարհ դրեցինք, հիմա դարպասը ծածկեմ, մտնեմ ներս, տեսնեմ թոռնիկս ինչ գործով է զբաղված։ Գարուշիկ ջան, ինչ ես բացել կապոտը։ Կարբյուրատորը ճիշտ չի աշխատում, փորձարկում ենք, հանդում ենք, նայում ենք, որ ավտոն ընկնի աշխատի։ Սիրելիներս, տեսնում եք թոռնիկս, որ սովորում է, իր մասնագիտությունն է։ Հիմա մեր հին Մոսկվիչի վրա փորձարկումներ է անում, որ սովորի։ Ամեն օր, մանավանդ շաբաթ կիրակի, միշտ քանդում է, միշտ նայում է։ Դե շատ հին մեքենա է, երևի մի 20 տարուց ավել կլինի այդ մեքենան, եթե ոչ ավել։ Մեզ դեռ ծառայում է, ինչ գործողություն ասես կատարում է։ Այն ժամանակ առաջին հողամասում ջուր էինք այս Մոսկվիչով բոճկաներով բերում ջրում, հիմա էլ այս մեր աղբը Հայաթի տան ամեն ինչը հավաքում ենք, տանում են, թափում է տղաս, Գարուշիկս արդեն մեծացել է, շուտով կլի 17 տարեկան իմ տղան։ Մի հատ էլ բարևներ ուղարկի ձեռով, Գարուշիկ ջան։ Բարև ձեզ։ Արդեն հասկանում է, գնամ ձեռնոց բերեմ, ձեռքեդ սաղ կեղտոտվի։ Չէ, ձեռնոցով չեմ կարող աշխատել։ Լավ, հետո կլվանաս։ Իհարկե պապիկն էլ կողքը կանգնած, նայում է, տեսնում է, թե ինչ ոնց է անում գործը։ Աշխատասեր տղա է տղաս, հողամասում օգնում, տանը օգնում։ Այսօր եղանակը շատ լավ է, սիրելիներս, արևոտ, լավ եղանակ է, ասեմ, որ գիշերը նորից անձրև է եկել, բայց հիմա չէ, հիմա լավ է եղանակը։ Անցած կիրակի էլ ֆար են ասում, չէ, լույսերը, ֆարերն է սարքել տղաս, հանում է աշխատանքի։ Հիմա ինչ ես անում, միացնում ես որտեղ։ Հիմա էդի կարբյուրատորի սետկան է, через սետկայից բենզին ինքը ֆիլտրում է ու տանում է կարբյուրատոր։ Ապրես։ Մի քիչ կարբյուրատորի կամ ինչ որ բանի մասին խոսա հələ, տեսնենք ինչ ես ասում։ Կարբյուրատորը էդի ստեսեսը շլանգը մտնում է, բենզինը ուղարկում է ու մոտորը աշխատում է։ Եթե կարբյուրատորը չի աշխատում, ավտոն խոտ չի ընկնի։ Ապրես։ Սովորի, որ լավ մասնագետ դառնաս։ Լավ, չխանգարեմ քեզ, վերջում կասես չէ, ստացվեց թե չէ։ Ապրի իմ տղան։ Այստեղ վարդերը լավ բողբոջել են։ Տեսնում եք, ինչ լավ բողբոջել են։ Արդեն մեքենա խոտ տվեց Գարուշիկս։ Սիրելի հետևորդներ ջան, քարերը որ գնել ենք, այսենց ցույց եմ տալիս։ Մեքենան որ կայանվել է այդ տերիտորիայով, մինչև մեր դարպասի կողքերով պետք է շարվի։ Իհարկե շարելու է որդիս եւ ամուսինս, գործերը իրենք են անում։ Հիմա ցույց տամ, պտտվեմ, ցույց տամ ձեզ, որ մասերը։ Այս մասերից, սիրելի հետևորդներ ջան, բոլորը պետք է շարվի քարերը, որ մեքենան չորտեղ կայանվի, համ էլ գեղեցիկ մաքուր լինի մեր տերիտորիան։ Իսկ այս ծաղկանոցը, որտեղ դեկորատիվ ծառեր ենք տնկել, դեռ պետք է շատ աշխատանքներ կատարենք։ Այստեղ էլ պետք է հերթով, կարգով, կանոնով կանենք ամեն ինչ, արդեն տերևները տալիս են։ Մի քանի հատ ծաղիկ ենք տնկել, ծառ, յասաման, սիրենը մեր։
Հիմա ցույց տամ, որ արդեն սիրենի տերևներն էլ է դուրս եկել, սիրեն էլ կա, տեսնում եք, սիրելիներս, որ արև լինի, լավ է կաճեն, դե հիմա գնանք ներս, ասեմ, որ այս դարպասն էլ հետո, սա ժամանակավոր դարպաս է, գործերը վերջացնենք, սիրունացնենք մեր բակն ու դուռը, դարպասն էլ վերջում կփոխենք, այստեղ էլ է արվելու, քարե շարվելու, սիրելիներս, ծաղկանոցներ պետք է, կողքերը, բոյդյուրներ շարվի, գեղեցկանա, սիրունանա, արդեն որ սկսեն աշխատանքները ցույց կտամ, անպայման, շարելն էլ եմ ցույց տալու, մի օրվա մեջ, տեսեք ծաղիկները որքան են բարձրացել, ափսոս վարդացորդը տարել է, հիմա այստեղ էլ բավականին մասը քանդվելու է, հանվելու է բորձուրները, հետո կասեմ, մնացածն էլ հետո, սիրելի հետևորդներ ջան, սա էլ քարն է, արդեն բերել են, բայց դեռ էլը պետք է գնենք, այսի շարեն վերջացնեն, սիրելիներս, այդ բավականին բերել ենք, մի խոսքով այս դրան դեմներ, սիրուն, գեղեցկանալու է, դրա համար ժամանակ է պետք, սիրելիներս մեքենան երկրորդ անգամ քարը բերեց, առաջի անգամ գեղեցիկ այդպես դասավորեցին, հիմա երկրորդ մնացած մասն է բերել, սիրելի հետևորդներ ջան, այսօրվա փոքր տեսանյութը կլինի տարբերվող բոլոր տեսանյութերից, այսօրվա համար այսքանը, ձեզ հետ էր ձեզ շատ սիրելի տիկին Մարինեն, տեսություն, մինչ նոր հոլով